Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ներկայացված մեղադրանքում ԱԽ-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել զղջացել ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը իբրև հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն հայտնելու համար։ Պատճառը բանելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում մասնակցել է ՆԿ-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է ԱԱ-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը։ ԱԽ-ն նաև նշել է, որ ավելի վաղ որպես դիտորդ մարտական հերթապահություն է ստանձնել Ջերմուկ զորամասի N մարտական դիրքում։ Մարտական հերթապահության օրերին գտնվել է սթափ վիճակում, նախաքննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Շիրակի մարզի մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարույթային գործողություններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք կատարվել են խոզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Քրեական ոստիկանների բացահայտման արդյունքում հայտնաբերվել է 5 կիլոգրամ մարիխուանա, 2 անձ կալանավորվել է։ Երևան աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերել են 44-ամյա տղամարդկանց, ձերբակալել եւ Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդկանցից մեկի խոզարկությամբ հայտնաբերվել է մոտ 5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկուսի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք կալանավորվել եւ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կրակոցները չմիացնում քրեական ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցներին եւ հանցագործության գործիք ինքնաձիգը։ Ոստիկանությունում ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ այդ միջադեպին մասնակիցներից մեկն իր մոտ եղած ինքնաձիգից 30-ից ավելի կրակոցներ է արձակել Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի առաջին եւ երրորդ հարկերի պատուհանների, փողոցի վրա գործող դեղատան պատուհանի, դեղատան կողքին գտնվող բնակչի տան պատուհանի եւ դպրոցի հարևանությամբ գտնվող շինության պատերին։ Կրակոցի հետևանքով տուժածներ չկան։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են նաեւ 6-րդ մասնակցին, նաեւ հանցագործության գործիք ինքնաձիգը։ Ավելի վաղ վիճաբանություն էր տեղի ունեցել թիվ 4 դպրոցի հարևանությամբ մի խումբ անձանց միջև, որը վերածվել էր ծեծկրտուքի։ Նշված դեպքի հետ կապված քրեական ոստիկանները բերման էին ենթարկել 5 հոգու՝ 49-ամյա Վարդան Սարգսյանին, 24-ամյա Հենրիկ Աթոյանին, 25-ամյա Հակոբ Հակոբյանին, 23-ամյա Էդգար Հակոբյանին եւ 28-ամյա Սամվել Ժամկոչյանին։